Շիրակի դաշտավայրում, որտեղ ապրուստի հիմնական միջոցն անասնապահությունն է, բրուցելոզի վարակը դուրս է եկել վերահսկողությունից։ Հայաստանի ամենաաղքատ մարզում Շիրակում, որտեղ գործազրկության մակարդակը բարձր է, եկամտի հիմնական աղբյուրը ստիպված են եղել վաճառել ջրի գնով։ Վաճառել են, բայց գումարը դեռ չեն ստացել։ 18 գլուխ խոշոր մերն է եղել, մեր տնտեսությունից հետո սեգե 9 գլուխ մեր հարևանինը։ Սպանդանոց են տարել, ոսկե կացին երևի, էշմի ազնում է, թե հոկտեմբերանում չիտեմ, տարել են հլը գումարներն էլ չեն փոխանցել։ Վարակված կենդանու միսն ուտելը վտանգավոր է մարդու առողջության համար, եթե այն չի անցել համապատասխան մշակում։ Գյուղացիներից միսը գնողն էլ մսամթերք արտադրող գործարաններն են եղել։ Բրուցելոզը քամբոյի ենթակա է սպանդի, ինքը սանիտարական սպանդի է ենթարկվում ըստ հրահանգի, մենք ունենք հրահանգ։ Եվ հնարավոր է, որ ինքը կիսա է կամ լավ չփված միսը ուտելուց հիվանդանա։ Ինքը որպես հարուցիչը շատ զգայուն է ջերմության նկատմամբ, ջերմային մշակում անցնելուց հետո դառնում է անվտանգ միսը, ըստ հրահանգի ինքը թույլատրվում է օգտագործել ջերմային մշակումից հետո, առանց սահմանափակումների արդեն։ 1300-ից 1600 դրամով են գյուղացիները վաճառել հիվանդանասունի միսը, եղել են ընկերություններ, որոնք պատրաստ են եղել ավելին վճարել ու գնել միսը, սակայն ՍԱՏՄ-ն միայն 2 ընկերության է թույլատրել գնալ գործարքի։ Սա գյուղացիներին ձեռնտու տարբերակ չէ, ասում են շիրակցիները։ 18 գլխի համար մոտավորապես ասեմ թե խնդալու էլի պրոստոր ասեմ մեկ չեմ ասենք եթե դիտողներ եղնին չխնդան էլի 4 միլիոն դրամ, 4 միլիոնի կաշկի։ Իսկ որքան է իրենց իսկական արժեքը։ Ну մոտավորապես 8 միլիոն։ Ընկերությունները խոստացել են 3 օրվա ընթացքում փոխհատուցել գյուղացիներին, սակայն արդեն 2 շաբաթ է փոխհատուցումից ձայն չկա։ Մոտավորապես 1.5 միլիոն դրամ են խոստացել Հարթաշենի բնակչին, սա առողջ անասունի տված օգուտի ուղիղ կեսն է։ Առողջ վիճակով տարբերությունը շատ է։ Մոտավորապես կեսն է։ Մոտ 250,000 մինակ առողջ վիճակով ծախելու դեպքում ենք կերևնաս։ Պելիս դրան որ պայել ենք ծմերը կան կերեցինք, որ հիմի բրիկատ ստանայինք, չենք ստացել։ Պետական աջակցություն ու վերահսկողություն չկա, ազգային ժողովի պատգամավոր Մհեր Մելքոնյանն ասում է, սա է բռնկման պատճառը, ցավոք դեպքեր են եղել, երբ մարդիկ են վարակվել։ Հիմնական ամենակարևոր մեծ խնդիրը այս իշխանությունների անփութությունն է եւ փոխհատուցման չափը, որը իրոք ձեր չի տալիս գյուղացիներին, քանի որ ոնց որ այսպես թափեն այդ անասունը մեծացնեն եւ թափեն եւ ոչ մի եկամուտ չեն ստանում։ Հիմա փորձում ենք այդ խնդրին ուշադրությունը հրավիրել պատկան մարմինին, որպեսզի գոնե որևէ չափով կարողանանք լուծենք այդ գյուղացիների խնդիրը։ Շիրակի դաշտավայրի աշխարհագրական դիրքը թույլ է տալիս զբաղվել բացառապես անասնապահությամբ, ասում է պատգամավորը։ Քանի որ Ամասիա ու Աշոտ համայնքներում աշխատանքի խնդիր եւս կա, այստեղ մարդկանց սոցիալական վիճակն ավելի է սրվում։ Աշխատանք ունեցողներն էլ վախենում են խնդիրների մասին բարձրաձայնել, տեսախցիկներից այն կողմ դժգոհ են եւ հույս չունեն, որ իրենց խնդիրները կլուծվեն։ Սդամ Ակարյան, Էդիկ Մալաքյան, Նոնա Գևորգյան, ABC Media։